Վերջին 100 տարիներին երկրագնդի մթնոլորտի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1 աստիճանով եւ շարունակում է բարձրանալ։ Գլոբալ տաքացման եւ կլիմայի փոփոխության հետևանքներն արդեն ակնհայտ են։ Հաճախակիացել եւ ուժգնացել են կլիմայական վտանգավոր երևույթները։ Սառցադաշտերը հալչում են, օվկիանոսի մակարդակը բարձրանում։ Այս ամենը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, այդ թվում խմելու ջրի եւ սննդի պակասի։ Երկրի եւ մթնոլորտի ջերմաստիճանը պահպանվում է ջերմոցային գազերի շնորհիվ, որոնք խոչընդոտում են երկրից ջերմության արագ հեռացումը տիեզերք, ստեղծելով ջերմոցային էֆեկտ։ Գիտնականները համոզված են, որ կլիմայի ներկայիս փոփոխության հիմնական պատճառն արդյունաբերական շրջանում գազի, նավթի եւ ածուխի այրման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչի հետևանքով մոլորակը սկսել է տաքանալ։ Կլիմայի փոփոխության աղետալի հետևանքները կանխելու նպատակով 1992 թվականին ընդունվեց Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան, Հայաստանն այն վավերացրեց 93-ին։ 2015-ին ընդունվեց կոնվենցիային կից Փարիզյան համաձայնագիրը, որով պետությունները ստանձնել են պարտավորություն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները այնքան, որ գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը մինչև 2050 թվականը լինի 2 աստիճանից ցածր նախարարությունաբերական շրջանի համեմատ։ Փարիզյան համաձայնագիրը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2017 թվականին։ Կառավարության կողմից հաստատվել է կոնվենցիայից բխող ազգային գործողությունների ծրագիր, որով նախատեսվում է բարձրացնել էներգախնայողության եւ էներգաարդյունավետության մակարդակը, զարգացնել վերականգնվող էներգետիկան, ավելացնել անտառապատ մակերեսը մինչև 21%, հողօգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով վերականգնել դեգրադացված հողերը եւ պահպանել հողի բերրի շերտը։ Բացի այդ, պետք է քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու ուղղությամբ, այդ թվում բարձրացնել ոռոգման համակարգի արդյունավետությունը եւ նվազեցնել էկոլոգիական աղետների ռիսկերը։ Կլիմայի փոփոխությունը մեղմելու եւ դրան հարմարվելու համար անհրաժեշտ են բոլորի ջանքերը, անհատից մինչև ազգային եւ միջազգային մակարդակներում։